Պարոն Ալեքսանյան, խոսենք նաև Վարդան Ղուկասյանի երթմնակալության արարողությունից, իդեպ այդ արարողությանը մասնակցում էր Ռուսաստանի հպատոսը եւ 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ եւ նաև դրան միացնելով Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի Ստալինին հիշելու մասին։ Ես կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Դե ես կարծում եմ, օրինակ մի հատ sense բան կա, էլի զուտ ասեմ, երբևէ չի եղել ու գոյություն չի ունեցել եւ ոչ մի KGB-ի գործակալ, որը հիացած չլինի Ստալինով։ Բայց այն, որ հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսը իրան կարա թույլ տա Ստալինի մասին այսպես նոստալգիկ դրական խոսույթով խոսա, դա ուղղակի խայտառակություն է։ Բացարձակ խայտառակություն է։ Բռնաճնշվածները Ստալինյան ռեպրեսիաների ժամանակ, Սիբիր աքսորվածները, սպանված քահանաներն ու եկեղեցականները գերեզմաններում շուռ են եկել, երբ որ Ստալինապաշտ տերտերը իր այդ հայտնի ելույթն է ունեցել, էլի։ Ես կարծում եմ դա ուղղակի, չգիտեմ ինչ աստիճանի մի հատ նոնսենս է։ Այ օրինակ հիմա ատելության խոսք եք տարածում, պարոն Ալեքսյան, Ստալինապաշտ տերտերը, օրինակ դա ինչ արտահայտություն։ Ստալինապաշտ տերտեր, մարդ, որը պաշտում է Ստալինին եւ տերտերը։ Հա, բա այսինքն տերտերը վիրավորական բառ է։ Դուք հայերենի Տերտեր միայն Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն է, հոգևորականներ են։ Տերտեր, բառը Տերերի տեր։ տերտեր բառը հայերենում օգտագործում է որպես հոգևորական իմաստով։ Տերտեր, հոգևորական, խոսակցական իմաստով։ Գնացեք Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական ցանկացած քաղաքացու հարցրեք։ Խոսակցականում ինչ է նշանակում տերտեր բառը։ Հիմա եթե ասում եք տերտեր բառը ատելության խոսքա, դե դա էլի գնահատական ինչ ասում։ Դե Ստալինապաշտ, որտեղ պաշտում ակնհայտորեն Ստալինին ու դրա մասին ելույթ է ունենում։ Պարոն Ալեքսանյան, եւ մի ճշտում եմ, էլի բոլորս գիտենք Ստալինի վերաբերմունքը խոսքի ազատությանը, դրա մասին ինձ խոսել անիմաստ եղել է ժամանակներում եւ այն ժամանակներում մամուլի ազատության այս պայմաններում խոսել Ստալինի մասին ինչքան վաճառք։ Դե դա հասկանում եք, դա իրանց բանն է, էլի։ Իրանց երազանքն է, նրանք ինչ են անում, փորձում են օգտվել ժողովրդավարության բոլոր պտուղներից հետ բերելու համար Հայաստանում բռնապետություն ու բռնատիրություն։ Այսինքն այն որ տենց ամենօրյա ռեժիմով իշխանությանը քննադատում են, տենց մաքսիմալ ընդդիմադիր լրատվականների քանակ են ապահովում, մաքսիմալ ատելության խոսքի քանակ են ապահովում իրենց լրատվականներով, հետո ինչի համար են դա անում, որպեսզի հետագայում, երբ որ իրանք կարողանան ինչ-որ իրանց երազներում էլի հաստատել բռնատիրական կարգերը, արգել են բացարձակապես ցանկացած ազատ խոսք ու ցանկացած քննադատություն օրինակ իրանց նկատմամբ, որտեղ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մամուլի ազատությունը ընդգծելու համար հիշատակվում է Ստալինի օրոք տեղի ունեցածը, պարոն Ալեքսանյան։ Երբևէ Հայաստանի Հանրապետությունում մամուլը այնքան ազատ չի եղել, ինչքան հիմա է։ Ու դա փաստա անվիճելի ուղղակի, անառարկելու անվիճելի։ Ցանկացած ժամանակաշրջանի, ցանկացած օրվա, ցանկացած ժամի հետ համեմատ, ցանկացած առանց բացառության։ Ժողովի ամբիոնից թիրախավորում եք լրատվամիջոցներին։ Որ լրատվամիջոցներին։ Չէ, ինչով ենք, թե ինչով ենք։ Դուք ազգային ժողովում քիչ առաջ ելույթ ունեցաք, թիրախավորեցիք մեդիա դաշտին։ Ինչով որ մեդիա դաշտին, որն էր օդից կախված։ Դե երբ որ դուք ասում եք սևով աշխատավարձ են ստանում, կամ դուք արդեն հանցագործության մասին հաղորդում եք ներկայացրել։ Հանցագործության մասին հաղորդում չէ, բայց կոնկրետ տեղեկատվություն փոխանցեցի, նաև կոչ արեցի, որպեսզի ստուգումներ լինի։ Թիրախավորեցիք, հիմա լրատվամիջոցներ, պարոն, շատ բարձր եմ ասում։ Եվ դուք անհասցե նման Չէ, Նարեկ ջան, կներեք։ Դուք այսինքն ձեզ թվում է, որ պետք է ընդդիմադիր լրատվականները ամենավերջի հայհոյանքը, ամենավերջի զրպարտություն, բառի ուղիղ իմաստով հայհոյանքը, բառի ամենաուղիղ իմաստով հայհոյանքը տպագրեն ու դրա մասին ասենք խոսակցություն չլինի, ասենք դրան ի պատասխան խոսակցություն չլինի։ Ձեզ իրոք թվում է, որ պետք է ընդդիմադիր Նարեկ ջան, ձեզ թվում է, որ պետք է, նորից եմ ասում, ուղիղ, բառի ամենաուղիղ իմաստով հայհոյանք գրեն, տպեն, լուսաբանեն ընդդիմադիր լրատվամիջոցները, դուք եք այլ բանի մասին խոսում, ես խոսում եմ թիրախավորում եք ամբողջին։ Ես ամբողջին չեմ թիրախավորում։ Հիմա ակնհայտա որ ֆակտոր EM սևով է ստանում։ Նարեկ Կիրակոսյանը ֆակտոր EM-ը ես վստահ եմ որ սևով չի ստանում։ Ես որպես օրինակ բերեցի։ Բայց ես վստահ եմ որ դուք ինձնից լավ գիտեք թե որ լրատվականներում են սևով ստանում։ Շատ բան գիտեմ իշխանության մասին եք շատ։ Դե ասում եք ամեն օր լավ եք անում իդեպ որ ասում եք ինչ գիտեք ասեք ես ձեզ հորդորում եմ ինչ գիտեք օրենքի հետ ենթադրաբար խնդիր ունեցող անպայման ասեք ամենօրյա ռեժիմով
բառերով ասեք, բայց դա չի նշանակում, որ պետք չէ ասել բաներ, որոնց մասին բոլորս գիտենք, ու դուք ինձնից լավ գիտեք։ Դուք ինձնից լավ գիտեք, քանի ընդդիմադիր լրատվականը, այսինքն դրա մասին պետք է հիշել, երբ չէ, իշխանության։ միշտ են հայհոյում իշխանության, ինչ որ պահի պետք է ասել դրա մասին։ Քանի հայոյում ժամանակին իշխանության։ Ես լրատվամիջոցի ներկայացուցիչ երբեք չեմ եղել։ Եթե ընդդիմադիր եք եղել, ուրեմն կարող եք հայոյել լրատվամիջոցները չեն կամ Դե կարող են, հիմա էսա, դե ձեր մոտեցումը այնա, որ կարող են լրատվամիջոցները հայոյել, ես էլ դրա հետ համաձայն չեմ, Կորյուն ջան։ Չեմ պաշտպանում, պարոն Ալեքսանդր։ Դե ասում եք դուք կարող եք, չեն կարող։ Հանդուրժող լինեք, շատ մի կենտրոնացեք։ Կորյուն ջան, չեմ լինելու հանդուրժող։ Այսինքն ձեզ թվում է աշխատանքից կախված են, հայ, այսինքն ձեզ թվում է քեշ փողը դնում են ջեբները, բայց իրանք սպասում են, այ, բայց սպասի, ճիշտ է, իհարկե, այս մեկը փողը տվել է, Սերժը տվել է, Քոչյանը տվել է, բայց չէ, մի վարքյան մի հատ նայեմ տենամ իշխանությունը ոնց աշխատեց, այ վատ աշխատեց, այ սպասի հայհոյում։ Ձեզ իրոք թվում է տենց է։ Փողով է հայոյում, դες անկեղծ հայոյողներ չկան, այսպես ասած։ Այդ չհարց եք տալի Դե ասա։ հիմա իշխանությունը Ձեզ օրինակ ձեզ թվում է դուք հիմա որ հրապարակ օրաթերթում աշխատել եք, հիմա այս բանում լրատվականում աշխատում եք, ձեզ հեչ հայհոյում են, օրինակ այս հարցը ձեզ դուր գալիս, այս հարցը ձեզ դուր գալիս։ Չի բացառում, որ ինչ-որ մեկի հարցը ձեր աջակիցներից մեկի հարցի համար Հորդորում են, որ չհայհոյեն ձեզ։ Հորդորում են, որ ձեզ ու ձեր լրատվականին չհայհոյեն։ 18 թվականին պետք է Նիկոլ Փաշինյանը այդ հորդորը հնչեցներ, երբ որ ատելության այսպես Նարեկ, ինձ մեկ-մեկ թվում է դու իրոք չես կարդում լրատվական դաշտ, անկեղծ եմ ասում։ Ինձ մեկ-մեկ թվում է դու չես կարդում։ Որտեվ ուղղակի եթե կարդակ ամենօրյա ռեժիմով տենակ ընդեղ ինչա տպագրվում, ուղղակի բան կանեք, էլի այս հարցերի մեծ հաշվով չեք տակ, ասեք եք այդքան փափուկ խոսում պարոն Ալեքսյան, ընդդիմադիր լրատվականների մասին։ Նորից եմ ասում, նողկալի վիճակ է, ժողովուրդ ջան, աննորմալ վիճակ։ Պարոն Ալեքսանյան, ինչու եք այսքան փափուկ խոսում ընդդիմադիր լրատվամիջոցների մասին։ Դիմակավորված ԱԱԾ-ականների ուղարկեք, թող ամեն ինչ ճարպ։ Դե դա մեր գործելավ։ Լավ է այսպես։ Չէ, դա մեր գործելավոճը չի, Նարեկ ջան։ Տենց իդեպ ես ձեզ ասեմ, քաղաքացիներից ստացվող բողոքների երևի մի 60-70%-ը այս իրա մեջ պարունակում է մշտապես։ Մենք է բացատրում ենք, որ չէ, դա մեր գործելավոճը չի, ամեն դեպքում մենք ժողովրդավարական արժեքների կրողներ ենք։ Իսկ իշխանությունը փող չի դնում մեդիայի մեջ։ Համեգին 7 քանի միլիարդը որ պետ բյուջեից տալիս են գետ երկնի կողմ։ Գոնե դա օրենքով իմանում են։ Բայց իշխանությունը փող Որ մեծայի նկատի։ Տեսեք, օրինակ մեր կուսակցությունը ունի լրատվամիջոց, որի մասին բոլորը գիտեք, ինչը արվում է թափանցիկ եղանակով կուսակցության հանգանակություններից գոյացող գումարները, օրինական ձևով հարցումներով ուղարկում եք, ասում եք որտեղից կուսակցությանը փող, կուսակցության բյուջեն լրատվամիջոցի։ Չեմ կարող կոնկրետ ասել, կարծում հարցում որ ուղարկեք կարող է իմանաք, չգիտեմ դա էլ հաշվապահությունը ձեզ ավելի կոնկրետ կասի, բայց ցանկացած լումա այնտեղ ներդրվող ներդրվում է օրինական թափանցիկ միջոցներից, ինչը շատ նորմալ է իմ ընկալմամբ։ լրատվամիջոցն է դե պատելության խոսք տարածում, պարոն Ալեքսանդր։ Ինչ ատելության խոսք, ինչ էր ասում։ Այսինքն, չէ, մի վարքան, հիմա անցած օրը, այդ որ ասում եմ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ տեղի ունեցավ միջադեպ, այդ միջադեպի ժամանակ տեղի ունեցան որոշակի դեպքեր ու դրանցից հետո ընդդիմադիր լրատվականներում տպվեցին հետևյալ վերնագրերը. Արցախցի ակտիվիստների լկտի արցախցի պրոիշխանական ակտիվիստների լկտի պահվածքը, քանիսը թիրա բան արեցիք։ Ես չեմ հավատալ, կամ խոսեի, եթե տեսնեի։ Հա, շատ լավ։ Դե շատ լավ։ Ընդդիմադիր լրատվականներում հիմա կոնկրետ այս բանը չեմ հիշի։ Դե հիմա նկատի ունեմ, որտեղ երկակի ստանդարտները, ժողովուրդ ջան, երկակի ստանդարտները երբեք լավ բանի չեն բերել։ Գիտեք որն է, պարոն Ալեքսանդր, որ դուք ասում եք կոնկրետ ձեզ ասում է այսպիսի վերնագիրներ են ճարտարար Ղարաբաղցիները ու ես դա հիշում եմ օպերայում ինչ որ մի հատ իրադարձության հետ կապված Դուք դա հիշում եք, Նարեկ ջան, շատ լավ հիշում եք, միանշանակ հիշում եք, հա։ Ինչ եմ սա ասում, որտեղ դուք իշխանության ներկայացուցիչ եք, ձեր մասով պետք է խնդրահարույց հարտալ, ընդդիմությանը պետք է իրենց Բայց դուք տալիս եք ընդդիմություն։ Ձեր գործընկերոջը լրագրողին, ձեր գործընկեր լրագրողին Անդիմադիր падգամավորի օգնականը խփեց։ Ուղիղ իմաստով խփեց։ Այո։ Ու դրանից հետո այդ падգամավորի օգնականի ատելության խոսք պարունակող տարատեսակ գրառումները ձեր կայքերում տեղադրում են, ժողովուրդ։ Դե հիմա այդ բանը էլի, էդ էլ է սուրսիչ, այսինքն մեծ հաշվով բանի հարցը, հասկանում եք, էդ էլ է Սերժենի հարցը էլի լրատվական մեծ հաշվով։ Լևոն Քոչարյանի օգնականը նոր է լսել, որ Գյումրիում ընդունված է այդ տարածքին նման կերպ ասել։ Բայց իմ հարցը հետևյալն է։
Պարոն Ալեքսանդր, երբ որ ցես կոնկրետ խնդիր է ասվում։ Ջեմա իշխանությանը անդադ մեղադրում եք մամուլի նկատմամբ։ Երբևէ լսել եք իշխանական падգամավորի օգնականը կամ իշխանական падգամավորը լրագրողի հարվածի ժողովուրդ։ Վիլեն Գաբրիելյանը հայոյում էր բացահայտ։ Դե Վիլեն Գաբրիելյանը դրա համար Վիլեն Գաբրիելյանը ի պատիվ իրեն, դրա համար։ Ի պատիվ իրեն։ Ստանձնեց իր արածի պատասխանատվությունը, չէ, օրինակ իսկ գնացել եք, օրինակ հարցրել եք ինչ որ ընդդիմադիր падգամավորներին ինչ են պատրաստում անել իրենց այն օգնականի հետ, որ լրագրողի հարվածել չեք հարցրել։ Ինչի չեք հարցրել։ Հայաստան դատը գնում է կարծեմ, բայց ինչ չեք արել, ժողովուրդ ջան, ինչ չեք արել։ Ինչի չեք արել ու եկել եք ինձ։ Ինչ եք արել, ինչ եք արել։ Հենց այդ օրը։ Մենք պետք է իշխանության ներկայացուցիչին տանք իրենց հետ կապված հարցեր եւ թույլ տվեք։ Դե հա, իշխանության ներկայացուցիչներին տվեք, ես երբեք ձեր հարցերի չեմ խոսում։ Ես խոսում եմ ձեր միակողմանիությունից, ժողովուրդ ջան։ Հարցը սկսեմ, բայց թույլ չեք տալիս ավարտել։ Պարոն Ալեքսանդր, կոնկրետ դեպք է ասվում, որ նման խնդրառույց վերնագիր է եղել, բայց դուք փոխանակ դրան հիմնավորեք կամ ասեք, օքեյ, սխալ եղել, դուք ասում եք, այ տեսեք, տրիբունում, 24 նյուզում, ֆլանում, ֆստանում էլ դե նման բան կա։ Չէ, կներեք, մի վարքյան։ Ձեր արձագանքը ուրիշ տեղ է։ Կներեք։ Նախ գիտեք ինչ է իմ արձագանքը դրան, որովհետև ձեր նշած օրինակից հետո լրատվականը իր սխալը ընդունել է։ Այն մնացած տեղերը երբեք իրանց սխալը չեն ընդունել, արիք։ Ու ձեր նշած դեպքից հետո միած sense կոնկրետ ատելության արշավը սկսվել այդ լրատվականի նկատմամբ։ Իսկ մնացած լրատվականների նկատմամբ կես ծպտուն անգամ չկա, արիք ջան։ Այ հենց դրա համար եմ, այ դրա մասին է իմ ասածը, ժողովուրդ ջան։ Շարունակում է Civic-ը։ Ինչ արել օրինակ։ Էլ իր բաներով, հրապարակումներով, հիմա Դավիթ Լևոնյանի օրինակն եք բերում, ասում էր, որ Բագրատ Սրբազանը Ռուսաստանից ռուբլով փող է ստանում։ ԱԱՑ-ն պարզեց, որ նման բան չկա։ Դա հիմա ԱԱՑ-ն չի պարզել, որ նման բան չկա։ Հայտարարություն տարածեց, ԱԱՑ-ն չի պարզել։ գործակալ չի Ռուսաստան։ ԱԱՑ-ն տեղեկացրեց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում, ինչը եւ նորմալ է, որտեղ ԱԱՑ-ն ռուսական KGB-ի բոլոր գործակալների տվյալներին չի տիրապետում։ Դուք համարում եք, որ նա Ես ինչ համարում եմ, ինչ չեմ համարում, դա իմ համարելիքն է, բայց դուք պնդում եք անում նորից խեղաթյուրված։ Դուք հիմա ԱԱՑ-ն չի ասում, ԱԱՑ-ն ասում է ես նման տեղեկություն չունեմ, ինչը եւ տրամաբանական է։ ԱԱՑ-ն չի կարող ունենալ ռուսական ԱԴՑ-ի բոլոր գործակալների տվյալները։ Չի կարող ունենալ Civic-ը կարող է ունենալ այդ տվյալները։ Ես չգիտեմ, դա հարցի երկրորդ կողմն է, բայց դուք նորից իրականության հետ չհամընկնող պնդում արեցիք, ասիկ ԱԱՑ-ն ասում է չի եղել տենց բան։ ԱԱՑ-ն որ չունի նման Դե հանրության համար որն ավելի վստահ էլի նայեք Բագրատ Գալստանյանի միտինգներին քաղաքացիների մասնակցությունը կտենաք հանրության համար որն ավելի վստահ է։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։